Իրապես շատ ուրախ եմ այստեղ տեսնել հայրենասեր ու ազգին նվիրված որևէ գործողությանը նպաստող անձնավորություններ ու մարդկանց։ Ես Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախագահն եմ եւ ունենք մեր առաջ դրած կոնկրետ խնդիր, որն է ազգապահպանությունն ու առհասարակ երիտասարդների մշակութային կյանքում։ Ունենք շատ գեղեցիկ համագործակցություն, որը մեր ամենասիրելի Կարին ավանդական երգի բարի խմբի հետ համատեղ ենք իրականացնում, եւ քանի որ տարիներ շարունակ ուսանողական խորհրդում ունենք ազգային բարերի ակումբ, կար միտում եւ նպատակ ունենալ համատեղ ծրագիր, որը շատ ուրախ եմ, որ այս բարեդրությամբ իրականություն է դարձել։ Մենք ունենք այսօր 3 մասանի ծրագիր, որը հետեւյալ կազմով էր։ 16:30-ից 17:30 մենք ունենք մշակութային էքսպո, որտեղ ներկայացնում ենք պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջանների ազգային ու ավանդական մշակույթը, հագուստ, ծնունդ, երաժշտություն, բարեր եւ ամենահետաքրքիր ավանդույթները, որոնք որպես այդպեսին կային։ Այս հատվածում մենք խոսելու ենք պանելային քննարկման շրջանակներում հայի մշակութային ինքնության մասին։ Գուցե ձևակերպումը մի փոքր ավելի տարօրինակ է հնչում, որովհետև սովորենք ինքնությունը դիտարկել առանձին արժեք, որը եւ չկապել առհասարակ մշակույթի հետ, բայց այսօր միասին հասկանալու ենք, թե որն է հայի մշակութային ինքնությունը, թե ինչ կապ ունի երաժշտությունը, պարը եւ առհասարակ ազգային արժեհամակարգում ինչ դեր ունեն երաժշտությունն ու պարը։ Միասին փորձելու ենք հասկանալ ամենահետաքրքիր ու վաստակաշատ բանախոսների հետ, որոնց սիրով առաջարկում եմ միասին ձեր ծափահարություններով դիմավորենք։ Այսպիսով, ձեզ եմ ներկայացնում մեր առաջին բանախոսին, Կարին ավանդական երգի բարի խմբի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյան, համեցեք։ Կարին ավանդական երգի բարի խմբի գլխավոր բարուսույց Աբել Մաթևոսյան, համեցեք։ Կարին ավանդական բարի երգի խմբի երաժշտական ձևավորման ղեկավար Ժաննա Դավթյան, համեցեք։ Եվ մեր հաջորդ գործընկերներին, Ժաննա ջան, այդտեղ կարող եք նստել, եւ մեր հաջորդ գործընկերներին եւս ուզում եմ ձեր բարձր ծափահարություններով ներկայացնել, նախքան միջև ներկայացնելը ուզում եմ ասել մի կարևոր բան, այն տարազները եւ այն օժանդակ օգնությունը, որոնք դուք տեսաք այնտեղ, այսինքն դահլիճում եւ այն բոլոր ռեկվիզիտները, շնորհակալություն եմ ուզում հայտնել Թոնի հարսանեկան ծառայությանը, որը մեզ միասին տրամադրել է եւ առանց որևէ խնդրի։ Ձեզ եւս հրավիրում եմ այստեղ համեցեք պանելային քննարկմանը սիրելի գործընկերներ, մեր հյուրերն են Հայ Գիրանոսյանը եւ Սիրանուշ Խոջաբաղյանը, համեցեք ձեր ծափահարությունները։ Ձեր նկարներին համապատասխան կարող եք տեղավորվել, փորձել ենք սեռային հավասարությունը եւս պահել դասավորության ընթացքում։ Այս պանելային քննարկման արդյունքում պիտի խնդրեմ, որ յուրաքանչյուրս մեր կարծիքը ասենք իրական մեծ հարցի շուրջ ու հասկանանք, թե նախ ինչ է յանից ներկայացնում ինքնություն ասվածը հայի համար, որովհետեւ ես մի այսպիսի կարծիք ունեմ, լինել ֆրանսիացի, իսպանացի կամ իտալացի բավական հեշտ է, շատ հաճախ եմ ասում, իսկ հայ լինել բավական դժվար։ Մենք ունենք ինչ-որ ճակերտավոր չափորոշիչներ, որ հային են ուղղված ու թե հայրենասիրության եւ ազգասիրության, թե հյուրընկալության ու նմանատիպ այլ դեպքերում ու շատ կարևոր է հասկանանք այս դեպքում ով է հայը մշակութային առումով։ Գեր Գինոսյան, հարցս երևի թե առաջինը ձեզ ուղղեմ եւ այսպես փորձենք տալ ընդհանուր հասկացությունը, ինչ է յանից ներկայացնում ինքնությունը եւ որն է մշակութային ինքնությունը եւ արդեն մեր հաջորդ մասնագետների հետ կփորձենք դրան ծավալել եւ բացել թակագծերը ավելի հետ բարի մասով, Ժաննայի հետ արդեն երաժշտական ուղղվածության մասով, որում ասեմ դուք պատահական տեղեր եւս նստած չեք, որովհետեւ ձեր հետևում կոմիտասն է պատկերված, իսկ ավելի հետևում բարեխումբ է պատկերված, դա եւս փորձել ենք ֆիքսել։ Եվ ինչով է նաեւ առանձնահատուկ մենք որոշել ենք այս պատկերները տալ այստեղ, որովհետեւ Հայաստանը ու հայ ժողովուրդը լեռնային երկիր է որպես այդպիսի, որտեղ երաժշտության ու բարի միջոցով ձևավորվում է կոնկրետ ինքնություն։ Այսինքն ամեն դետալ եւ ձեր դիրքերը եւս նախապես մտածված են։ Սիրով ուզում եմ ձեզ լսել, փորձենք հասկանալ տալ բանաձևը մշակութային ինքնություն ասածին, թե ինչ կարևորություն ունի առհասարակ կոնկրետ հայ ինքնության ձևավորման գործում։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հրավերի եւ այս ֆորմատի միջոցառում կազմակերպելու համար։ Իրականում ինքնությունը բավականին լայն հասկացություն է եւ բավական բարդ կարող է տրվի ինքնության համար որևէ սահմանում տալը։ Ես կարծում եմ, որ ինքնության բաղադրիչները մի քանիսն են եւ այդ մի քանիսն են
կոնկրետ հայերի դեպքում, այլ ազգերի դեպքում դրանք կարող են բնականաբար փոփոխվել։ Իմ կարծիքով պարտադիր բաղադրիչներից ինքնության առաջին բաղադրիչը դա լեզուն է առհասարակ, որովհետև իրականում մեզ բոլորիս միավորում է լեզուն։ Երկրորդ բաղադրիչը մշակույթն է, հեսա բոլորին կփորձեմ մի փոքր անդրադարձ եւս կատարել, եւ երրորդ բաղադրիչը գոնե ինձ համար դա կրոնն է հայ առաքելական եկեղեցու տեսքով։ Ինչի եմ այս երեքը առանձնացնում իրականում, որովհետև բոլորիս միավորող այն կետերն են, որոնք առանց որևէ խտրականության կարող են իրենց մեջ ամփոփել բոլոր հայերին, անկախ իրենց ունեցած տարատեսակ հայացքներից եւ արժեհամակարգերից, եւ այս տեսանկյունից լեզուն թերևս ամենակարևորն է, որովհետեւ մենք բոլորս իրար հետ հաղորդակցվում ենք այդ լեզվով եւ իր դերը անկյունակարային է, եւ ես կարծում եմ, որ Մեսրոպ Մաշտոցի սխրանքը հենց այդտեղ է, որ բոլորս կոպիտ ասած ընկել ենք մի ալիքի վրա, որտեղ խոսում ենք իրար հետ հայերեն եւ իրար ճանաչում ենք օտարության մեջ ըստ մեր լեզվի։ Մշակույթը, որովհետև մենք ձևավորվել ենք եւ ապրել ենք այնպիսի ժամանակներ, որտեղ որ ձևավորել ենք այդ մշակույթը, որը ունի հստակ պատմություն, ակունքներ, իմաստաբանություն, խորհրդանիշներ եւ այլն, որոնք որ ձևավորել են հայ մարդու աշխարհընկալումը գլոբալ առումով, եւ կրոնը, որովհետեւ ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, այստեղ ընդունում եմ, որ կարող են լինել որոշակի տարակարծություններ, բայց ես կարծում եմ, որ մեր առաքելական եկեղեցու դավանանքը դա իրականում ամենահայեցին է, որը կարող է լինել, եւ ճիշտ հայ դաստիարակելու համար կարծում եմ շատ կարևոր բաղադրիչ է, որպեսզի մարդը ունենա այդ քրիստոնեական արժեհամակարգը եւս իր մեջ։ Թերևս այսպես փորձեմ ամփոփ ձևակերպել։ Շատ լավ, բարձրախոսը փոխանցենք պարոն Մաթևոսյանին։ Դուք հանդիսանում եք պարոն Մաթևոսյան Կարին ավանդական երգի բարեխմբի գլխավոր պարուսույց։ Եկեք հասկանանք միասին, թե ինչ ազգին ինչ բնորոշ գծեր է արտահայտում պարը, որտեղից ենք եկել եւ ուր ենք այս պահի դրությամբ գտնվում պարի միջոցով։ Նորից շնորհակալություն այսօրվա հրավերի համար։ Ես միանգամից անդրադառնամ հարցին։ Ուրեմն առհասարակ բոլոր ազգերը ունեն իրենց մշակույթը, շատ ազգեր ունեն իրենց ավանդական պարերը, բայց հայ ավանդական պարերը մի քիչ շատ առանձնահատուկ եւ յուրահատուկ են, ինչով, որովհետեւ այստեղ շատ հաճախ ասվում է հոգու եւ մարմնի ներդաշնակություն, բայց հայ պարին վերագրվում է նաեւ հոգու, մարմնի եւ մտքի ներդաշնակությունը։ Եվ եթե մենք ուսումնասիրում ենք մեր պարերը, թե ինչ ծեսերի ժամանակ են պարել, թե ինչ խորհուրդներ են ունեցել, թե ինչպիսի պարաքայլեր կան եւ ինչ խորհրդավոր եւ կենսագրական արտահայտություններ կան պարերի մեջ, սրանք նաեւ մարդու մտքի եւ քաղաքակրթության զարգացվածության աստիճանն է բնորոշում։ Մեր պարերը աշխարհում ամենաբազմաբովանդակն են, բազմաշերտը, եւ չկա աշխարհում մի ազգ, որ հայ ավանդական պարերի նման բազմաշերտություն եւ խորքայնություն ունենա։ Սա չեմ ասում ուղակի, սա ասում եմ նաեւ ուսումնասիրելով հին ազգերի պարային մշակույթը։ Մենք շատ ինքնաթիվ ենք այդ առումով եւ շատ հարուստ։ Իսկ այսօրվա մեր խնդիրն ու առաքելությունը անկախ նրանից, թե ինչ մասնագետ ենք, անկախ նրանից, թե ինչ գործունեություն ունենք, մեր ազգային մշակույթը կրել եւ մեր կրածը փոխանցել իր բոլոր երանգներով գունային։ Շատ լավ, շնորհակալ եմ անչափ։ Հարցս ուղղեմ Կարին ավանդական երգի պարի խմբերքավարին, Ժաննա Դավթյանին։ Ցելի Ժաննա, խնդրում եմ ասեք, առհասարակ երաժշտությունը որպես այդպիսին ինչ դեր է ունեցել հայ ժողովրդի ու ազգի կենցաղում դեռ շատ վաղ ժամանակներից սկսած։ Արմատներին փորձենք անդրադառնալ եւ արդեն գալ հասնել ընթացքում ներկա։ Ողջույն բոլորին, ես մեկ անգամ ես էլ շնորհակալական խոսքով սկսել եւ ասեմ շնորհակալություն, որովհետեւ ցանկացած նման միջոցառում եւս մեկ քայլ է կամ գուցե մեկ քայլ ավել է,
մոտենալու ինքներս մեզ եւ մոտենալով հանդերձ նաեւ այդ ալիքը ազգայինի շատացնել եւ այդ ամպլիտուդը եւս մեծացնել, այնպես որ շնորհակալություն նախ։ Ձեր հարցը եւ նախորդ երկու հարցերն էլ բավական մեծ արմատ ունեն եւ այդ արմատը գալիս է իհարկե պատմության խորքերից եւ որը բավական ճյուղավորված է, որովհետեւ մեկ ֆակտորով մենք իհարկե եւ կարճ ժամանակամիջոցում չենք կարող ներկայացնել եւ հստակագույն եւ մեծ պատասխան տալ ձեր տված հարցին։ Փորձեմ իհարկե համապարփակ ներկայացնել հայ ազգը, որքան որ կա, այդ նույն երանգի եւ ժամանակահատվածի սկզբից ամենաստարտից կա նաեւ երաժշտությունը, որովհետեւ ինչ է երաժշտությունը, ինտոնացիաների համախումբ, ինտոնացիան էլ դա բառերի համախումբն է, հնչյունների, Անին արդեն իսկ նշեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը, ով մեր տիտաններից է եւ իր աշխատանքը միայն նրանում չէր, որ նա ստեղծեց մեր գրերը, այլ ֆոնետիկայի իմաստով, իսկ ֆոնետիկան էլի կցված է երաժշտությանը, երաժշտությունը դե արդեն մշակույթի մեծագույն դրսևորումներից է հայ մշակույթի, այսինքն ամեն ինչ ինչու ենք նաև նշում 5-րդ դարի եւ ինչու Մեսրոպ Մաշտոց, որովհետեւ մեր ժամանակակից լեզվով ասած թայմինգը, եթե համեմատենք ուրիշ քաղաքակրթությունների հետ, այլ ազգերի մշակույթի հետ, այս բային օրինակ եմ ուզում վերել Եվրոպան եւ հատկապես Արևմտյան Եվրոպան, քանի որ գլոբալիզացիա, փոփ կուլտուրա եւ այլն մեծ մասամբ իրենց մոտից է սկսվում եւ այդ ռոպագանդան իրենցից է։ Մերը շատ հետաքրքիր է մշակույթը եւ երաժշտությունը հատկապես, որ հենց 5-րդ դարից նաեւ մեզ այնպիսի փաստեր, այնպիսի երաժշտական գանձարան է հասել, որ նայում ենք նույն շարականները, հա, այնպիսի կատարյալ կառուցվածք ունեն, վանկերը, հնչյունները, տառերը, այդ նույն ֆոնետիկան, այնպիսի համընկնումներ ենք գտնում, որոնք մեզ ոչ միայն տալիս են ֆանտաստիկ մեղեդի, ինքնուրույնություն, մեղեդական գիծ, այստեղ էլի գալիս ենք Կոմիտաս, ով իր ծրագրային հոդվածում հայն ունի ինքնուրույն երաժշտություն, հստակագույնս ընդգծել է, թե որն է մեր մեղեդին, հայի մեղեդին, որը մեր երաժշտության հենց դիմագիծն է կամ դիմագծի ամենակարևոր կողմը, որովհետև պատմությունը ցույց է տալիս եւ դարերի այդ մեր երերումները, հա, որը շատ բնական երևույթ է, ընթացքում ունեցել ենք նաեւ փոխառումներ տարբեր ազգերի մշակույթներից, որը մինիմում տրամաբանական է եւ բնական երևույթ, բայց մենք տարբերվեցինք եւ ուզում եմ այսպես խիզախորեն ասել նաեւ տարբերվում ենք այլ ազգերից այդ իմաստով, որովհետեւ մեր challenge-ները, հա, կյանքի ապրելու եւ ինքնություն պահելու շատ ավելի շատ են, նաեւ հաշվի առնելով մեր քանակը, մեր երկրի փոքրությունը համաշխարհային իմաստով եւ այս ամեն ինչում բնականաբար անկախ մեր մասնագիտական ընտրությունից, անկախ թե նրանից ով ենք եւ որտեղ ենք, անընդհատ առաջ է գալիս այդ ինքնության հարցը։ Եվ փորձեմ մոտավորապես ամփոփել երաժշտություն եւ ինքնություն եւ թե որքան հին է որոշ չափով նշեցի, երաժշտությունը ծնվել է առօրյայից, այսինքն հայ մարդը ինչ է արել իր առօրյայում եւ ամենակարևոր ֆակտորը այստեղ process բառն է, որ ուզում եմ նշել, եւ երաժշտությունը, երգերը, որոնք սկսել են եւ ստեղծվել են process-ի ընթացքում, դա էլ մեզ տալիս է մի ահռելի նյութ ամեն անգամ ուսումնասիրման ենթարկելու, ուսումնասիրություն անելու, կատարելու, որովհետեւ օրինակ երբ հայ մայրը երեխա քնեցնելիս ստեղծել է օրորը, մենք նայում ենք ժամանակակից մարդու աչքերում դա ուղղակի ինչ որ գեղեցկագույն process-ի ընթացքում ծնված երգ է, ստեղծագործություն է, բայց այստեղ հետաքրքիր երկու ոլորտներ են համադրվում, ու ոլորտները իհարկե մի քիչ շակերտներում օգտագործեմ, թվում է թե ինչ է, որ ուղղակի process-ի ընթացքում ստեղծված երգ է, բայց ուրիշ տեսանկյունից, դիտանկյունից երբ նայում եւ վերլուծում ես, այդ գեղագիտական մեծ արժեքը, այդ գեղագիտական հմայքը, իրենք երկուսը շատ հետաքրքիր եւ օրգանիկ ձևով են համադրվում, այսինքն գեղչուկը ստեղծել է մեղեդի եւ առանց մտածելու ինտուիտիվ բնականաբար, որը որ մենք վերլուծության ենթարկելով հասկանում ենք, որ ինքը այդ մեր ինքնության առանցքներից մեկն է, ու այս երկուսի համադրումը որպես ցուցիչ կարող ենք օգտագործել, այսինքն այն ինչ որ բխել է առօրյայից, ամենաուղիղ
կերպով արտացոլված է երաժշտության մեջ հատկապես, որովհետև մարդը իհարկե առանց խոսքի չէր կարող լինել եւ այդ բոլոր process-ները կյանքի հենց առաջինը ինտոնացիայի հնչյունի շնորհիվ են ստեղծվել։ Երևի թե դեռ այսքան է, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, մենք իհարկե հետագայում խազերին եւս կարադառնանք եւ կփորձենք հասկանալ, արդեն պատկերներ եւս ունենք, կփորձենք նաեւ բացատրել, թե դրանք ինչպես են գրի առնվել։ Ինչպես քիչ առաջ նաև նշեցի, այս քննարկման բանախոսները նաև Հայկ Իրանոսյանը եւ Սիրարփի Խոջաբաղյանը, ովքեր հիմնադրել են հայկական ավանդական հարսանիքների ուսումնասիրմամբ եւ կազմակերպմամբ զբաղվող Թոն իր հարսանեկան գյուղ կազմակերպությունը։ Ուստի խոսենք նաև դրա մասին ու եկեք հասկանանք։ Տիկին Խոջաբաղյան, առաջին հարցս դեզ եմ իրականում ուզում ուղղել։ Կասեք, ինչպես է արտահայտում առհասարակ հայկական տարազը հայ ավանդական սովորական գյուղացու կերպարը, այսինքն ինչ հետաքրքիր բացատրություններ ունենք սրա մասով։ Նախ մի քալ հետ գնանք, այսինքն հայկական ավանդական հարսանիքի մեջ կան բազմաթիվ շերտեր, պարը, երգը, հագուստը, ուտեստները, ծեսերը, խաղերը, տոտեմները, հա, այսինքն մի ամբողջ ենթամշակույթ է հայկական ավանդական հարսանիքը։ Եվ այդ ենթատեքստում հագուստը, հայկական ավանդական հագուստը ծիսական նշանակություն ունի իրականում։ Ես չէի ուզենա ասել գյուղական, ընդ որում հետաքրքիր է, որ դուք դա ասեցիք, շատ երկար ժամանակ մեր հայկական տարազը ունեցել է նման ասոցիացիաներ, գուցե տեսքի կամ որակի կամ իրագործման խնդիրների պատճառով, սակայն մենք ունեցել ենք ինչպես բոլոր ժողովուրդները տարբեր դասեր, տարբեր խավեր, ունեցել ենք ինչպես գյուղացիական խավ, ազնվական, իշխանական եւ ըստ այդմ եղել է տարազը, ավանդական հագուստը եւ մեր ինքնության կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է մեր հագուստը, մեր տարազը։ Այն տարբերվել է տարածաշրջանից տարածաշրջան, տարբերվել է օգտագործված նյութերով, տեսքով, ասեղնագործության տեսակներով, օգտագործվող թելով, այնպես են, ասենք, Կարինի շրջանում ասեղնագործել են ոսկուց պատրաստված քուղերով եւ նման ճոխություն իրենց թույլ են տվել բարձր դասի մարդիկ, հա, այսինքն եղել է մենք ունենք պատմության թանգարան նմուշներ, որ ամբողջ այդ հագուստը մի ինքը քաշով ոսկի ամբողջությամբ այդպես է ասեղնագործված։ Եվ ունեցել ենք շրջաններ, որտեղ բրդյա թելերով են ասեղնագործել, մետաքսով են ասեղնագործել։ Ամեն ինչից անկախ հայկական տարազի մեջ ամփոփված է մեր մտածողությունը, մեր արժեքները, հարսանեկան տարազի մեջ հատկապես սիմվոլիզմը, այսինքն պտղաբերության սիմվոլիզմը, պաշտպանության, պաշտպանական նախշերը, գույները, հա, ինչու ենք ունեցել, ինչու ենք մենք ունեցել տարազի մեջ կարմիրը, կանաչը, կապույտը եւ չենք ունեցել որպես կանոն սպիտակը, որովհետեւ այդ գույները ունեցել են իրենց նշանակությունը, որոնք պաշտպանել են, երաշխավորել են նորահարսի ու նորոփեսայի պտղաբերությունը, պաշտպանվածությունը, բարեկեցիկ կյանքի խոստումը։ Այդպես։ Շատ լավ, մենք հասկացանք, որ երգ, պար, երաժշտություն եւ հագուստ մեկտեղվել են տարբեր ծիսական միջոցառումների եւ արարողությունների ժամանակ։ Հարցս ուղղեմ Հայկին։ Հայկ, ասացեք, խնդրեմ, ինչ միջոցառումների ժամանակ են առհասարակ հայ մարդը կերպարը ունեցել ծիսական հատված եւ կա արդյոք ծիսական որոշակի արարողություններ, որոնք արդիական են կամ պահպանվել, փոխանցվել են միջև օրս մեզ։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Իրականում ես կարծում եմ, որ ծիսական դրսևորումները բնորոշ են եղել հայերին բոլոր արարողությունների ժամանակ, այսինքն պետք չի առանձնացնել միայն մեկը։ Ուղղակի ինչպես Կոմիտաս վարդապետն է ասում, հարսանիքը հայկական մշակույթի մարգարիտն է, քանի որ պարունակում է իր մեջ բոլոր այն արարողությունները, ինչ որ կարելի է տարվա տարբեր թե տաղավարտոներին, թե այլ առիթներով տեսնել
Եվ դա էր պատճառը, որ մենք կանգ առանք հարսանիքի վրա, որովհետև դա այն կարևոր պահն է, երբ որ աղջիկ եւ տղա փոխում են իրանց սոցիալական կարգավիճակը, բնականաբար մեզ դիմում են նաև այլ տարբեր առիթներով, հա, կնունքի մկրտության արարողություններ անել եւ այլն, բայց փորձը ցույց է տալիս, որ պետքա սկսել ավելի վաղ շրջանից, հա, այսինքն առաջին հանգրվանը դա նոր ստեղծվող ընտանիքն է։ Եվ դա է պատճառը, որ մենք մեր հիմնական շեշտադրումը անում ենք դրա վրա եւ դրա ուսումնասիրության վրա։ Կարող եմ ասել արդիական լինելու հարցինի պատասխան, եթե մի փոքր ազգագրական ակնարկ անենք, ապա սովորաբար նշվում է, որ հայկական ավանդական 7 օր 7 գիշեր տևող հարսանիքը բնականon իր ընթացքով տևել է մինչև 19-րդ դարի առաջի կեսը, հա։ Դրանից հետո արհավիրքներ են տեղի ունեցել մեր ժողովրդի հետ, ցեղասպանության տեսքով, տարբեր քաղաքական ռեժիմների մեջ ընդգրկվելու տեսքով, որը պատճառ է հանդիսացել, որ մենք հեռվանանք։ Եվ դա այն շրջանն է, երբ որ հարսանիքը եղել է համայնական միջոցառում, հա, այսինքն շահառուն եղել է համայնքը եւ իր սիմվոլիզմը եղել է պտղաբերությունը։ Եվ դա է պատճառներից մեկը, որ այդքան մեծ են եղել հայկական ընտանիքները, գերդաստանները եւ ամեն մի ընտանիքը իրեն կարողացել է թույլ տալ 10-ի շրջանակում երեխա, հա, ունենալ։ Եթե մի փոքր արցենք խորհրդային տարիներին գանք, ապա շահառուն հարսանիքի դարձել են հարսնացուն եւ փեսացուն, իսկ սիմվոլիզմը դարձել է ռոմանտիզմը։ Այսինքն ավելի նեղացվել է, հա, իր սպեկտրը։ Իսկ եթե 21-րդ դարին անդրադառնանք, ապա շահառուն հարսնացուն է եւ սիմվոլիզմը դիզայնն է ուղղակի։ Հիմա մեր առաջարկը այն է, որ մենք հետ գնանք դեպի առաջի կետ, դեպի համայնական կյանք, հասկանանք ինչն է հնարավոր այնտեղից բերել 21-րդ դար, որովհետև շատ բաներ հնարավոր են եւ մենք դա իրականացնում ենք, հա, 17 թվականից իրականացնելով համոզվում ենք դրանում, որ կան ընտանիքներ նույնիսկ բացի այն, որ դիմում են մեզ, իրենք էլ իրենց ընտանեկան պատմություններով են գալիս, հա, եւ այդ երկուսը մեկտեղվելով շատ հետաքրքիր մի ընտանիքի ստեղծման միջոցառում է դառնում։ Այնպես որ այդ եթե փորձեմ ամփոփել, թե ինչերը կարելի է փրկել, այս 3 վարիացիաները եւ դեֆորմացիան հաշվի առնելով, առաջարկս պիտի լինի հենց մեր իսկ օրինակով, մեր իսկ վրա զգալով հայկական մշակույթը, դրա փոխանցողը դառնանք, որտեվ մեզնից յուրաքանչյուրը հայկական մշակույթի դեսպաններ ենք եւ պետք է այդ աշխատանքը պատվով կատարենք։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ պատասխանի համար, վերադառնանք ընկեր Գինոսյանին։ Ընկեր Գինոսյան, պիտի խնդրեմ մեզ ասեք, թե առհասարակ մշակութային այս ժառանգությունները մեզ ինչպես են հասել, խոսքը բանասած, բանահավաք երևույթի մասին է, ու ասենք կարևոր մարդկանց անուններ եւ թե որքան պար, որքան երաժշտություն է մեզ այս մասով հասել, այսինքն խոսենք այդ երևույթի մասին։ Դե բանահավաքչությունը իրականում բավական լուրջ գիտական, այսպես կարելի ասել, ճյուղ է, որը շատ կարևոր է սերունդներին ժառանգությունը փոխանցելու տեսանկյունից եւ այս տեսանկյունից բանահավաքչության առաջին փորձերը եղել են դեռևս բավականին դարեր առաջ մենք բարի եւ երգի հետ կապված մասնավորապես որպես առաջին խոշոր բանահավաք միշտ առանձնացնում ենք Կոմիտաս վարդապետին, որովհետև արդեն տեխնիկական հնարավորությունները այնպիսին են եղել, որ երգային մանավանդ ժառանգությունը ինքը կարողացել է ամրագրել որոշակիորեն, այս մասով հետո Ժաննան ինձ իհարկե ավելի կլրացնի, եւ պարերի մասով մենք սովորաբար ընդունում ենք, որ առաջին բանահավաքը պարերի ոլորտում դա Սրբուհի Լիսիցյանն է, բայց իրականում Կոմիտասը սկսել է դեռևս ավելի վաղ ժամանակ, գրառելով 8 պար եւ այնուհետեւ իր հայ գեղչուկ պարը հոդվածում նշում է, որ պար գրառելը բավականին բարդ
process է եւ դա կմնա ավելի լուսավոր ժամանակների համար եւ ավելի լուսավոր ժամանակները արդեն Սրբուհի Լիսիցյանը բերեց իրականում, ով իր կյանքի ընթացքում հասցրեց գրառել 2000 անուն պար, որոնք իր աշխատությունների մեջ կան, դրանք ձեռքով կոպիտ ասած բառերով շարադրված պարեր են եւ նաեւ մյուս ռեֆորմը, որը բերեց իր հետ Սրբուհի Լիսիցյանը, դա պարերի գրառման համակարգի ստեղծումներ, որովհետեւ աշխարհում կային այդ ժամանակ մի քանի գրառման համակարգ, բայց Սրբուհի Լիսիցյանը ստեղծեց նորը, որը անհամեմատ ավելի պարզեցված եւ ավելի հեշտ է եւ ավելի կիրառելի եւ իրականում սրա տեղը ցավոք աշխարհը չգիտի, որովհետեւ ինքը աշխարհին շատ պիտանի գործիք կարող է լինել, որովհետեւ այդ համակարգով հնարավոր է գրառել յուրաքանչյուր շարժում, դա կարող է չլինել պար, յուրաքանչյուր շարժում հնարավոր է այդ համակարգով գրառել։ Սրբուհի Լիսիցյանից հետո աշխատանքը շարունակել են իր երկու աշակերտները, Տիկին Ժենյա Խաչատրյանը եւ Էմմա Պետրոսյանը, եւ նաեւ բանահավաքչության ոլորտում մեծ դերակատարում ունեն պարագետներից, եթե կարելի է իրանց այդպես անվանել, Ռոզիկ Հարոյանը, Գագիկ Կինոսյանը, ովքեր էլի մեծ բանահավաքչական աշխատանք են կատարել։ Ես միայն պարոն Գինոսյանի արխիվի մասով կարող եմ ասել, որ իր արխիվում էլ թվագրվում է մոտ 600 նմուշ պար, այն ինչ որ ինքն է հավաքագրել, արդեն բնականաբար վիդեո տարբերակներով։ Այդպես երկերի մասով Ժաննան ինձ կլրացնի Կոմիտասի ժառանգության մասով։ Այո, ընկեր Աբելին հարցս ուղեմ, հետո անդրադառնանք արդեն երաժշտական մասով։ Մի փոքր խոսենք կաքավագրերի մասին, ընկեր Աբել, եւ խոսենք նաեւ մենք նաեւ նմուշներ ունենք, տեսնենք հեսա էկրանին, ու եթե կարելի է հասկանանք մոտարապես թե ինչ սկզբունքով է սա աշխատում, որովհետեւ կարծում եմ բավական հետաքրքիր է։ Եվ երկրորդ հարցս, որը կլրացնի ինձ թվում է այս հարցին, առհասարակ պարերը ինչպես են ձևավորվում, ինչին զուգահեռ, առօրյային կենցաղին կամ որևէ ծիսական նշանակությանը կամ գաղափարախոսությանը։ Սկսեմ ձեր վերջին հարցից, ձեր նշած բոլոր երևույթների դրդմամբ, որ պարերը սկսում են, սկսած կենցաղից, սկսած ծեսերից եւ այն մարդու կենսակերպը ինչով որ զբաղվել է, ինչի մեջ եղել է եւ որ ժամանակում, որ տարեթվում տվյալ ժամանակին բնորոշ ինչ ծիսակարգում եղել է, այդտեղից էլ ծնվել է պարը։ Նորից եմ ասում, մեր պարերը այդ առումով ամենաբազմաբովանդակն են եւ մեր կենսագրությունն են պատմում, շատ բաներ նույնիսկ մենք պարերի միջոցով կարող ենք հասկանալ մեր տեսակի մասին եւ դրանք իսկապես մեզ ծանոթացնում են, թե ինչ միջավայրում ենք ապրել եւ ինչ տեսակ պատկերացումներ ենք ունեցել առհասարակ աշխարհի մասին։ Ես մի պարի օրինակով Էջմիածին մեզ բոլորիս հայտնի Էջմիածին պարի օրինակով դուք պատկերացնում եք դեռևս բնապաշտության շրջանում, նախաքրիստոնեական շրջանում մարդիկ արդեն ամբողջ տարեպտույտի մասին եւ նույնիսկ կես վիշապատարիների մասին տեղեկություն են ունեցել եւ պատկերացում եւ այդ ամեն ինչը բերել են բարի միջոցով արտահայտելու։ Այսինքն այսպիսի մոտեցում ենք ունեցել եւ մտքի այդքան մեծ թռիչք ենք ունեցել հազարամյակներ առաջ։ Ինչ վերաբերվում է կաքավագրերին, ուրեմն ես անին նշեց, որ Սրբուհի Լիսիցյանը ստեղծեց այնպիսի համակարգ, որ յուրաքանչյուր շարժում կարելի է գրառել։ Բայց Սրբուհի Լիսիցյանը իր գրառած մոտ 2000 նմուշ պարից հասցրեց ընդամենը կաքավագրել, կաքավագրով սրբագրել երկու նմուշ պար եւ Գինոսյան Գագիկի գլխավորությամբ Կարին գիտական կենտրոնը արդեն 10 պարից ավել կաքավագրի նահանձնել, այսինքն դա որպեսզի ավելի հասկանալի լինի, պարի նոտագրումն է, հա, պարի շարժողական նոտագրումը։ Այստեղ ինչը որ մենք տեսնում ենք, սրանք մարմնի դիրքերի, հենարան ոտքերի, թե որն է խաղացող ոտք, որը հենարան ոտք, որը ինչ դիրքով է կատարվում, որը ինչ բարձրությամբ է խաղում կամ գետնին է խաղում, որ դիրքով է խաղում, ամբողջ պարային հետագիծը ներկայացվում է մարմնի դիրքից եւ բռնվածքից սկսած եւ այս ամեն ինչը համադրվում է երաժշտության հետ, այսինքն նոտագրված երաժշտական տեքստին
կոնկրետ ռիթմիկայով այս ամեն ինչը համադրվում է, որպեսզի դու կարդալուց հասկանաս երաժշտական որ, տակտի որ տևողության ժամանակ քանի պարակայել ես կատարում եւ այդ պարակայլերը ինչ դիրքով։ Այսինքն ամբողջական նկարագրությունը տալիս է տվյալ պարի, իսկ կաքավագրել պարը ահռելի մեծ աշխատանք է, սարսափելի մեծ աշխատանք է եւ Գարեգինը ստեղ նստած է, մեր գիտական կենտրոնի ղեկավարն է, երիտասարդների ջանքերով ահռելի մեծ ինստիտուցիոնալ աշխատանք է կատարվում եւ Կարինը այդ առումով նաեւ մեծ ինստիտուտ է, իր բոլոր ճյուղերով ինքը պայքարի մեջ է այս ամեն ինչը իրականացնելու։ Էլի հարց կար։ Չէ, այս մասով այսքանը, մի քիչ էլ Ժաննային լսենք։ Մենք եթե հասկացանք բարի գրառման տեխնիկան կամ համակարգը, դա կաքավագրերն էր։ Եկեք խոսենք խազերի մասին, որն էլ երաժշտության գրառման տեխնիկան ու ձևներ, մենք նաև էկրանին տեսնում ենք զուգահեռ, եկեք հասկանանք, փորձենք վերլուծել ու նաև խոսենք այս դեպքում Կոմիտասի կատարած գործունեության մասին։ Նախ մինչև մեր հայկական խազերին անցնելը ուզում եմ նշել շատ կարևոր փաստ, որը համամշակութային է, իսկ համամշակութային բառը բնականաբար արդեն նկարագրողական է, այսինքն խոսքը վերաբերում է ոչ միայն հայերին, այլև բոլոր այն ազգերին, ովքեր ունեն մշակույթ եւ այդ մշակույթում իհարկե ներողություն չէր կարող տեղ չգտնել խազ ասվածը, որ օրինակ ռուսների մոտ նևմի եւ այլն, այսինքն ամեն ազգերը ունեցել են իրենց կրկին գալիս ենք ինչի ոչ այդ բառին ֆոնետիկային նկարագրողական բանալիներ, հա, այսպես եթե կարելի անվանել, եւ որոնք կոնկրետ ժամանակահատված են նկարագրում, բավականին դժվար հարցի եմ հիմա պատասխանում ինչ առումով, որովհետեւ խազեր ասվածը երկու իմաստ է հասկանում ժամանակակից մարդը եւ մենք նախ բախտավոր ենք, որ այս ժամանակահատվածում եւ այս դարում ենք ապրում, որովհետեւ գրեթե ցանկացած ոլորտի եւ ցանկացած էջի վերաբերյալ մշակութային մեզ հասել է բավականին մեծ բազա ահռելի ժառանգություն, որի վրա հիմնվելով անգամ եթե չունենք հստակ պատասխան, փորձում ենք ենթադրություններ անել։ Իհարկե հիմա կրկին անդրադարձ եմ կատարում Կոմիտասին եւ Կոմիտաս խազեր, խազագրություն այդ կարեւորագույն թեմային, որը էլի եթե գանք մեր այսօրվա ինչի մասին որ խոսում ենք հարցին, էլի ինքնության ինչ որ այն հիմնասյուներից մեկն է։ Նախ խազերը երբեմն մենք խառնում ենք նոտագրության հետ, որովհետև խազերը միջնադարյան համակարգ է բարդագույն, որի բանալիները մենք կորցրել ենք ցավոք եւ Կոմիտասը այն մեծություններ, ում հաջողվեց մեր խազերի միայն ցավոք առոգանություն բաժինը ուսումնասիրել եւ մեզ հասցնել, կարծում եմ պարզ է դառնում, եթե դա միայն առոգանություն բաժիններ, ապա ինչպիսի այնտեղ ահռելի աշխատանք կար, որը ցավոք դեռ ուսումնասիրված չէ, ես եւ հավատացնում եմ ձեզ բոլոր գոնե ոլորտում գտնվող կամ մարդիկ կամ ուղղակի մարդիկ, ովքեր սիրում են երաժշտություն, հայ երաժշտություն, ինչ որ ներքին հավատ ունեք, ինձ թվում է, որ ինչ որ մի օր, ինչ որ մեկը Կոմիտասից հետո գուցե կրկին անադարձ կատարի եւ ինչ որ հրաշքով փորձի վերցանել։ Խոսքը վերաբերում է ինչին։ Ուրեմն միջնադարյան այդ բարդագույն համակարգը, խազային համակարգը, ի տարբերություն այն համակարգի, որը ստեղծեց Լիմոնջյանը եւ որը մենք համարում ենք հայկական նոտագրություն, որը ստեղծվել է հենց խազերի անվանումների եւ նաեւ նշանների հիմքով, այսինքն եկեք տարբերակենք խազագրությունը դա միջնադարյան բարդագույն համակարգ էր, իսկ խազերը որպես նոտագրություն մեկ այլ բան է, որը ստեղծել է Լիմոնջյանը, այսինքն այս երկուսը նախ պետք է տարբերել։ Եվ ինչ արեց Կոմիտասը, իդեպ նրան նաեւ անգամ այլ երկրի երաժշտագետները, կոնկրետ ցավոք ինչ որ հոդվածներ կամ անուններ, այս պահին չեմ ուզում տալ, որպեսզի մոտավորապես չհնչեմ, անվանել են խազագետ, եւ շատերը մեզանում կամ առհասարակ աշխարհում երբ նրան ուղակի անվանում են կոմպոզիտոր եւ նրան վերագրում են ընդամենը բանահավաքչական աշխատանք կամ ընդամենը աշխատանք այն հարցում, որ նա համադրեց հայկական երաժշտությունը եվրոպականի հետ եւ նույն պատարագը մեզ օրինակ, այնտեղ պոլիֆոնիկ հիմունքներ են կիրառված երաժշտական, այսինքն շատ գեղեցիկ ու մեգա հմտություններով համադրեց եվրոպական ինչ որ երաժշտական համակարգերի հետ, ես այժմ չեմ ուզում տրամաբեռնել ձեզ այդ երաժշտական հասած տերմիններով,
Եվ Կոմիտասը որպես մեծ գիտնական, այստեղ էլ պետք է դա այդ փաստը հաշվի առնենք եւ ամեն անգամ երբ նշում ենք նրա անունը, այս համալիրից գոնե մի քանի կետ եւ պունկտ գիտակցենք եւ իմանանք։ Կոմիտասի արած աշխատանքը ինչի է այսքան կարևոր մեղմ ասած, որովհետեւ այն կոդերը, այն երաժշտական դարձվածքները եւ նաեւ հիմա խոսում եմ երաժշտական դարձվածք բառակապակցությունը ասում եմ, բայց եկեք պատկերացնենք, որ դա միայն դարձվածք չէ, դրանք միայն հոգեվոր ինչ-որ տեքստերի վրա հիմնված, երգեցողություն չէ, այլ նաեւ կոդեր են, որոնք ինչպես սիրում են եվրոպացի երաժշտագետները ասել, այդ առիթով հոգևոր էներգիա է ամենազգունի եւ այդքանով էլ կարեւոր է այդ հոգևոր էներգիան անընդհատ Երևան հանել, հոգևոր էներգիան ուսումնասիրել եւ այդ համակարգի ամեն մի, այսպես ասած, նևմ խազ նշանակել է ինչ որ երաժշտական դարձվածք, մի որոշ հիմա չեմ կարող կրկին օրինակ բերել, որովհետեւ շատ պատասխանատու հարց է եւ չեմ էլ ուզում ինչ-որ կոնկրետ երգով կամ շարականով օրինակը բերել, որովհետեւ դրանք նախ շատ են եւ երկրորդ հենց Կոմիտասի ուսումնասիրած խազային համակարգը այլ թեմա է։ Սա ինչ որ չափով կարծում եմ փորձեցի ամեն դեպքում ներկայացնել, իսկ ինչ արեց Լիմոն ջան, ուղղակի ստեղծեց հայկական նոտագրություն, այսինքն ոչ թե խազային համակարգ, որը որ կար միջնադարում եւ որը բացահայտեց մեզ համար Կոմիտասը այդ կարևորագույն էջը, ուղղակի հիմնվելով այդ խազերի նաեւ Փոեվեբե Խոնեպա առաջին 2 տարերի, 2-3 տարերի վրա ստեղծեց հայկական նոտագրության համակարգ, որը եւս տրամաբանական է, որովհետեւ մենք չենք կարող չունենալ այդ համակարգը։ Ինչու եմ նաև անընդհատ ասում բաներ, որոնք օրինակ չեն կարող չունենալ տրամաբանականը եւ այլն, որովհետեւ հայկական մշակույթի դեպքում, երաժշտության դեպքում հատկապես մեր թռիչքները դարերի, կրկին անդրադառնամ ոսկեդարին, 5-րդ դար ասել է թե, այնքան ահռելի հարստություն էր մեզ տրված, որը նաև ուղենիշեր ու կարելի ասել ցուցիչ ինչ որտեղ, որ մեր երաժշտական մշակույթը, մեր առհասարակ մշակույթը ավելի մեծ քայլերով եւ ավելի այսպես ասած շուտ է գուցե ինչ որ առումով տեղ հասնելու, քան օրինակ եղավ Եվրոպայի դեպքում, ասենք եվրոպական վերածնունդ եւ այլն եւ մեզանում հիմա երաժշտության մեջ եմ օրինակ բերում, բայց իհարկե այն ժամանակ ամեն ինչը շատ համադրելի է եղել, նույն 5-րդ դար, 6-րդ դարի բոլոր պատմիչները, բոլոր մարդիկ, ում մենք հիմա հիշում ենք եւ ահռելի դեր են ունեցել պատմության մեջ, իրենց համար պարտադիր է եղել, այսինքն այդ ժամանակահատվածին բնորոշ իմանալ 5 գիտություն, հիմա իհարկե ժամանակակից մարդու համար սա անհնարին է թվում, որովհետեւ մենք բոլորս մաքսիմում ունենանք 2 կամ 3 մասնագիտություն եւ այսօրվա ժամանակի մեջ շատ դժվար ենք տեղավորվում, բայց հնում բնականաբար դա շատ ընդունված է եղել եւ սա էլ նաեւ մեզ հուշում է այն, որ այն ժամանակվա մարդը երևի 20 կամ 30 անգամ ավելի մտածող է եղել, մտածող ոչ միայն իր առանցքի շուրջ է պատտվել, այլ նաև շատ առաջ է նայել։ Այստեղ էլի կարող եմ զուգահեռ անցկացնել ինքնություն բառի հետ, այնքան առաջ նայել, որ հասկանաս, որ քո այսօրվա գործը միայն 1-2 դարաշրջանի չի հերիքելու, այն նաև լինելու է ուղեցույց եկող աշխարհի համար։ Շատ գայթակղիչ հարց էր, ես փորձեմ արդեն ամփոփել, հաշվի առնելով, որ միայն ես չեմ այստեղ եւ մենք չենք, երևի թե այսպես պատասխանեմ, որ կար խազագրության համակարգ, որը միջնադարից է եկել եւ որի առոգանություն բաժինը մեզ հանձնեց Կոմիտասը եւ ունենք նաեւ խազային հայկական նոտագրություն, որը հիմնվել է հենց այդ խազագրության համակարգի վրա, բայց այս նոտագրությունը ուղղակի դո ռե մի ֆա սոլ լա սի, այսինքն մեր դեպքում սի բեմոլ, այս համակարգն է մեզ տրվել, որպեսզի մենք ունենանք մեր իսկ հայկական նոտագրությունը, այսինքն իրենք եւ նման են եւ բավականին տարբեր են եւ այս հարցին միշտ հորդորում եմ, որ բոլորս պատասխանատու մոտենանք, որովհետեւ երկու այսպես տարբեր աշխարհներ են կարելի ասել։ Երևի թե այսքանը դեռ, շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալ եմ անչափ, հարցս Հայկին ուղղեմ։ Եթե որպես ծիսական արարողություն վերցնենք օրինակ հարսանիքը, պիտի խնդրեմ, ամենապահպանվածներից ինձ թվում է հարսանիքն է, որ որպես այդպեսին կառուցվածքը պահել է եւ մենք միջօրս օգտագործում ենք հարսանեկան տարբեր ծիսակարգեր։ Կասեք ավանդական հարսանեկան ծիսակարգում ինչ հետաքրքիր հատվածներ կան, որոնք ցավոք այժմյան հարսանեկներում բացակայում են։ Մի քանի օրինակ, որոնք գուցե ամենահետաքրքիրն են եւ լավ կլիներ, որ ավելի շատ լինեին։
Նախ պետք է նշեմ, որ նույնիսկ արխայիկ շրջանից նմուշներ կան մնացած, նախաքրիստոնեական շրջանից, այս զվարճալիներից չէ, բայց կարևորներից է, որ կա, դա Եզն արարողությունն է, որովհետև ինչպես է ասվում, հա, շատ շրջաններում, որ ընտանիքի հայրը հասկանալով, որ իր տղային ամուսնացնելու ժամանակն է, մի ցուլիկ է առանձնացրել, որին հատկապես ավելի մեծ հոգատարությամբ են խնամել, որովհետև իմացել են, թե ինչ առիթի ժամանակ պետք է օգտագործվի։ Ավանդական համայնքներում խոսքը կգնա հայաստանյան, մերձավոր արևելքի եւ այլն, հա, որտեղ որ հայերը ավելի ավանդական գաղթօջախներ ունեն եւ համակարգված են, այդ ծեսերը պահպանված են։ Եթե ավելի ուրախալիներին անդրադառնանք, ապա դրանցից մեկը կառանձնացնեմ մակարապետի ընտրության փորձությունները եւ խաղերը։ Մակարապետ նշանակում է հանդիսանում է այն մարդը, որ Փեսայի կողքը գտնվող երկրորդ կարևոր տղամարդն է կնքահորից հետո, այսօրվա աղավաղված լեզվով ասած ազաբբաշին, հա։ Եվ մակարներն էլ այն մարդիկ են, ովքեր որ ուղեկցել են առաջի հերթին Փեսացուն եւ հետո արդեն հարսնարից հետո զույգին ամբողջ process-ի ընթացքում, այսինքն նրանց հարազատներն են, եղբայրերը, ընկերները, եւ այս մակարապետի ընտրության վրա կանգ կառնեմ, պահպանված են ավելի քան, այսինքն ողնաշարը 750, բայց կարելի ասել, որ 2000 հայկական ազգային խաղեր կան, որոնք որ մենք ամեն տարի ուսումնասիրում ենք եւ վերադարձնում ենք հանրությանը, եւ այս խաղերի եւ այլ փորձությունների միջոցով է, որ մակարապետը ընտրվել է։ Այսինքն մարդիկ գալիս են միջոցառման խաղալու մի խաղ, որը 150-200 տարի չի խաղացվել, հա, այսինքն իրենց արմատների հիման վրա մարդիկ նորից ծանոթանում են կամ շատ էմոցիոնալ պահեր են, երբ որ ավակ տատիկներ, պապիկներ են ներկա հարսնացուից եւ Փեսացուից, իրենք էլ են նույնիսկ ինտեգրվում, այսինքն հիշելով այդ խաղի կանոնները եւ այլն, իրենք էլ իրենց կողմից հուշումներն են անում եւ մենք հասկանում ենք, որ նշույլներ մնացել են, որոնց վրա կարելի է հենվել եւ վերադարձնել։ Հաջորդ կարևորը հարսնացուի մասով երևի թե կթողեմ Սիրարփիին, հարսնարի փորձություններ են, այսինքն երբ որ գնում են հարսին ուզելու, հա, այդտեղ սովորույթ է եղել, որ փորձությունների է ենթարկվել Փեսան եւ իր մակարները, հասկանալու համար ի վիճակի են նրանք իրենց իսկ ուժերով հետո, հա, Փեսացուն կամ ի վիճակի է լինելու ճակերտավոր ասած հարսնացուին տեր լինել, թե ոչ, նույնիսկ շրջաններ են եղել, որ զենքերի ուղեկցությամբ են այդ ամեն չէ եղել, այն պարզ պատճառով, որ մենք ոչ մեր կամքով ապրել ենք նաև այլ ազգերի հետ, հա, հայկական լեռնաշխարհի տարածքում եւ ցավալի դեպքերից խուսափելու համար, այսինքն հարսնացուին գողանալ եւ այլն, մակարները շատ հաճախ զինված են եղել։ Իմ մոտ ամենացայտունը, որ այս պահին հիշեցի եւ որը որ վերադարձնում ենք եւ մարսվում է հանրության կողմից, դա է։ Երբ որ մենք սկսել ենք ընդհանրապես այս process-ով զբաղվել, դա մեր սկսվել է մեր հարսանիքից, ես արմատներով սյունեցի եմ Հայկը բարձր Հայքի Վասինի շրջանից է, մենք փորձում էինք վերականգնել, մենք փորձում էինք անել մեր հարսանիքը այնպես, ինչպես մենք կանեինք 18-րդ դարում։ Այսինքն պատկերացնենք, որ եթե մեր հետ տեղի չունենար ցեղասպանությունը եւ տեղի չունենար սովետական միությունը եւ ուղղակի հայ ժողովրդի պատմությունը անընդհատ գնար առաջ ու հասներ այստեղ, ապա ինչպիսին կլիներ մեր հարսանիքը։ Եվ կարծում եմ դա կարևոր պայմաններից մեկն է եղել, որ մենք պահում ենք այսօր, այսինքն ուսումնասիրելով շրջանները, դու տեսնում ես, որ ամեն շրջան ունի իր բնագիծը եւ սխալ է դա խառնել իրար, այսինքն սխալ է ձևակերպել ինչ-որ մի բան, ծեսերի շարք, հագուստի տեսք, երգերի շարան եւ դա հավաքական անվանել հայկական հարսանիք եւ սկսել դա անընդհատ կրկնել, որովհետեւ դա այդպես չի։
ամեն շրջան ունեցել է իր տարազը, իր երգը, իր բարերը, իր ուտեստները, իր խաղերը, իր ծեսերը եւ այլն, եւ կարեւոր է, որ դրան շատ մեծ ուշադրություն տալսի։ Եվ մեզ դիմում են հարցում տեսան, մենք նայում ենք իրենց արմատները, մենք նայում ենք իրենք որտեղից են եկել, իրենց հայրիկը, մայրիկը որ շրջանից են եկել, եւ մենք կառուցում ենք ամբողջ հարսանիքը դրա շուրջ։ Մասնավորապես իրենց հագուստները։ Շատ հաճախ է լինում, որ իրենք գալիս են տարբեր տեղերից, շատ տիպիկ է հայերին, որ այսինքն արմատները մուշ, կարին, բաստուրական եւ պարսկարենք։ Այդ դեպքում մենք տալիս ենք ընտրությունը, այսինքն մենք ուսումնասիրում ենք բոլոր այդ 4 շրջանները եւ ամեն տեղից փորձում ենք օգտագործել հարսանիքի մեջ ինչ-որ բան, օրինակ ունենալ պարսկայի ուտեստները, ունենալ կարին ու տարազը եւ ունենալ խաղեր բաստուրականի շրջանից, որպեսզի գոնե իհարկե ունեցել ենք հարսանիք, որ ամեն ինչն էլ արել ենք, դա իհարկե զույգից է գալիս, բայց տալիս ենք զույգին հնարավորություն գրելու իրենց արմատների համապատասխան տարազը, շատ հաճախ ընտանիքները պահպանում են արտիֆակտեր, ունենում են լուսանկարներ, կամ մի գոտի, կամ մի կտոր, օրինակ մեծ հետաքրքիր կարճ պատմություն ասեմ, մենք մի հարսնացու ունեինք, իր նախնիները ուրեմն ջուղայում զբաղվել են կտորի վաճառքով, իրանց ընտանիքը զբաղվել է այդ գործով, վաճառականներ են եղել եւ վաճառել են թանկարժեք կտորներ։ Հետո իրենք գաղթել են Կալկատա, հետո Իտալիա, հետո Ֆրանսիա, ընտանիքի գաղթի ճանապարհը եւ այդ ամբողջ ճանապարհին տարել են իրենց այդ խանութից թանկարժեք կտորները մի սունդուկ, ամբողջ 100 տարի, 150 տարի տևած այդ ճանապարհը, այդ սունդուկը անցել է։ Հարսնացուն ընդհանրապես 25%-ով էր հայ գնացած պարունակը։ Եվ մենք իր հարսի շորը արել ենք այդ սունդուկից պահպանված կտորներից մեկով։ Այսինքն իր համար դա եւ իրենց ամբողջ ընտանիքի համար դա կարծես թե իրանք sense մի հարսանիքի միջոցով կարողացան երկնային կապ հաստատել իրենց այդ ամբողջ պատմությունով անցնել ու հետ գնալ իրենց արմատներին։ Այնպես որ հարսանեկան ծիսական հագուստը շատ կարևոր է։ Եվ նաև մենք ունեցել ենք, խոսեցինք օրինակ եկեղեցու մասին, մենք ունեցել ենք շատ հետաքրքիր հալավորտնեքի արարողություն, երբ որ հարսանեկան հագուստը օրհնվել է հարսանիքից առաջ, որովհետև շատ կարևոր է եղել, թե ինչով են հարսնուփեսան անցնում ծիսական հարսանիքի ծեսի միջով, չէ՞ որ նրանք մի կարգավիճակից փոխադրվել են մեկ այլ կարգավիճակի, եւ շատ կարևոր է եղել ինչ են իրենք հագել։ Դրա համար հատուկ ասեղնագործվել է հագուստը, հատուկ կարվել է հագուստը, դերձակին հատուկ հրավիրել են, նվեր են տվել, շատ կարևոր ծես է եղել։ Ու մենք այնքան ենք դրանից հեռացել, որ մենք համար հիմա նորմալ է վարձակալել հագուստը, որը 10 անգամ ուրիշները կրել են ու դրանով ամուսնանալ։ Բայց եթե մենք իմանանք սրա մասին, թե հայի համար ինչքան կարևոր է եղել այն հագուստը, որով ինքը պսակի միջով անցել, այո, կարևոր է այս մասին խոսել։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Եվ վերջին հարցադրումը, որը բոլորին համար կլինի նույնը։ Պիտի խնդրեմ պատասխանեք շատ հակիրճ 2-3 նախադասությամբ, ով է ձեզ համար հայի կերպարը եւ ինչ կմաղթեք այն մարդկանց, ովքեր ձգտում են դեպի ազգային արժեքը, ձգտում են դեպի ավելի լավ ու իրական հայ լինելը։ Ինչ որ տենց կոնկրետ մարդ պիտի ասեմ։ Ոչ, կարագիր։ Ես կարծում եմ երկրորդ կետից կամ հայը պիտի կարողանա ինքն իրեն քննել եւ բարբերաբար ինքն իրեն տալ հարց ինչ եմ անում ես, որպեսզի արժանի լինեմ հայ կոչվելու, որովհետեւ ես կարծում եմ հայ լինելը այդ միայն պիտի պատիվ լինի եւ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ամոթի զգացում, որ հայ են, հաճախ այդպես լինում, մենք վատ առօրյայում ենք ապրում, բայց այն մարդիկ, ովքեր որ
պիտի ունենան այդ ամոթի զգացումը, թող չլինեն հայ, կարող է մի քիչ բան ռադիկալ հնչեմ։ Ես հավատում եմ, որ հայը իրականում են լուսավոր տեսակն է, ով անկախ ժամանակներից եւ անկախ դժվարություններից կարողանում է անցնել իր ճանապարհը եւ այդ ճանապարհի ավարտը չպիտի երևա, չպիտի լինի։ Այսինքն հայը պիտի անցնի բոլոր ժամանակների միջով եւ պիտի մնա հայ, որովհետեւ մենք ունենք շատ հզոր անգլերեն բառ ասեմ background, մենք պիտի հստակ իմանանք ովքեր են մեր նախնիները եւ այդ նախնիները պիտի թվագրենք նույնիսկ երևի հայկնահապետից էլ առաջ էլի ու պիտի հստակ գիտակցենք, որ ազգի ճանապարհի ընթացքում եղել են մեծ մարդիկ, այդ թվում նաև հայկնահապետը, ովքեր կերտել են իրենց ժամանակ այսօրվա Հայաստանը եւ այսօրվա Հայաստանը եւ հայերը կան, որովհետեւ եղել են այդ մարդիկ եւ իրենց ժամանակի մեջ չեն վախեցել եւ իրենց հաշվարկը միայն իրենց կյանքի մասշտաբներով չի եղել, իրենց հաշվարկը եղել է հավերժության մեջ, իրենց քայլերը եւ իրենց կյանքը եղել է հավերժության մեջ եւ հավերժության համար։ Եվ այստեղ էլ երևի ցիտեմ Պարուս Սևակին, ով ասում էր, որ մենք իրավունք չունենք պարտվել շախմատային այն խաղը, պարտիան, որը մենք չենք սկսել, այլ սկսել է Մեսրոպ Մաշտոցը եւ Հայկ Նահապետը եւ բոլոր այդ մեծերը։ Ես կարծում եմ հայ մարդը պիտի կարողանա հետ վերադառնա իր արմատներին, այնքանով ինչքանով որ դա հնարավոր է բնականաբար ոչ ամբողջապես, բայց պիտի իմանա այդ background-ը, պիտի իմանա ինքը որտեղից է եկել, որ այսօր ինքը հայ է։ Եվ կարծում եմ այդ ժամանակ մարդու մոտ կբացվեն բոլոր ապագայի տեսլականները ու մենք բոլորով կկարողանանք գտնել, թե ուր պիտի գնա հայը։ Ի վերջո, բայց այս պահի համար կարծում եմ ճանապարհը դեպի ինքնաճանաչում է։ Շնորհակալ եմ, Գիրաբել։ Հայը այն արժեհամակարգը ստեղծողը պիտի լինի, որ ճանաչի, սնվի, տեր կանգնի եւ նայի դեպի ավելի բարձր, ավելի փառավոր, ավելի հայ արժանավորել ապագա։ Շնորհակալ եմ, Ժաննա։ Շատ դժվար է իհարկե մի քանի բառով նկարագրել կամ ներկայացնել կամ մտորումները արտացոլել այս բանին ինչ-որ նախադասությունների մեջ, բայց երևի թե ինչպես հաճախ սիրում եմ ասել եւ իմ եւ ընկերներիս եւ շատ շատերի կրեդոն է հավատանքն այդ խոսքը Սևանցյանի ծանիրս քեզ, ճանաչիր քեզ, երևի թե այդ կերպարում եմ ավելի շատ գոնե թե այս բանին պատկերացնում մեզ հայերիս, որովհետեւ ես ուղղակի չեմ ուզում եւ չեմ էլ հավատում, որ աշխարհում կա հայ, ով եթե ճանաչեց ինքն իրեն, ճանաչել վարի բոլոր գեղեցկագույն գույները ներառած եւ ամենահայ երանգներով, հա, եթե դու ճանաչես ով ես դու, այդ ճանապարհը դեպի պայքար, դեպի ավելին անել, խոհեմություն եւ այլն ուղղակի անխուսափելի կլինի, այնպես որ երևի այդ ծանիրս քեզի կրեդոյով եթե շարժվենք, կարծում եմ շատ բան կփոխենք, այսպես։ Շնորհակալ եմ շատ, հայ համեցեք։ Հայ կերպարը ինձ համար հետևյալն է. ավանդապահ, ազնիվ, ժամանակին համահունչ քայլող եւ տեխնոլոգիաներին տիրապետող։ Կարճ եւ հստակ, շնորհակալ եմ, սիրարկի համեցեք։ Շատ բոլորի կարծիքների հետ համաձայն եմ, ճիշտ ասած, շնորհակալ եմ բոլոր բանախոսներին եւ իսենց ամփոփիչ ինչ-որ բան է ստացվում։ Կարող եմ միայն ասել, որ այսօրվա հայը մեղավոր չի այն չիմացության համար, որովհետեւ շատ առներով դա մենք շատ բան մեր մասին չգիտենք, որովհետեւ մեզնից վերցրել են այդ հնարավորությունը մեկ դար առաջ, բայց մենք ունենք այսօր այդ հնարավորությունը ծածկելու այդ չիմացության հատվածը, ինքնաճանաչությամբ ամենքս մեր ճանապարհը անցնելու
ինչը շատ կարևոր է։ Այսինքն թույլ չտանք, որ այն ինչ որ մեր ժողովրդի հետ եղել է, շարունակի ասել մեր վրա եւ շարունակի մեզ հեռացնել մեր ինքնությունից եւ ըստ այդմ մենք կլինենք բարդված իբրև տեսակ։ Դրա համար շատ կարևոր է, որ այդ ամեն ինչի դնենք մի կողմ եւ մենք ինքներս զբաղվենք այդ հարցով։ Մենք ինչպես դուք եք այսօր այս միջոցառումը կազմակերպել եւ ամեն մեկս մեր ֆրոնտում մեր գործը անենք շատ լավ։ Եվ կոնկրետ ինձ համար կա մի կարևոր հատկանիշ, որ ես կարևորում եմ, դա ազնվությունն է։ Ես կարծում եմ, որ իսկական հայ ինձ համար դա այն մարդն է, որը որ այնքան բան ունի եւ տալիս է եւ չի գողանում եւ չի խափում եւ չի ծաղրում եւ հարգում է ինչպես իր ժառանգությունը, այնպես էլ մնացած բոլոր ժողովուրդների։ Այս ազնվությունը մենք ունեցել ենք դարեր շարունակ, գնահատվել ենք աշխարհում սրա համար եւ ես դա ամենաշատն կարևորում։ Շնորհակալ եմ անչափ եւ եթե փորձեմ նաեւ ես ամփոփել, հասկացանք թե հայը որքան դժվար անցյալ ունեցող, ինչու՞ չէ նաեւ դժվար ներկա ունեցող ժողովուրդ է, սակայն կասեմ մի կարևոր բան, ես որպես երիտասարդ այս հարցին պատասխանեմ, որովհետեւ այս միջոցառումը իմ ու իմ երիտասարդ մյուս ընկերների սրտի խոսքն է որպես հայ երիտասարդի ու մարդու, որովհետեւ կարծում եմ յուրաքանչյուրս եթե մեր ոլորտում կամ առհասարակ մեր կարողությունների չափով փորձենք անել գոնե մի փոքրիկ քայլ, վստահաբար 5 կամ 6 հոգի ավել կտեղեկանա այս ոլորտի կամ առհասարակ այս ներկայությունների մասին, թե ինչքան դժվար աշխատանք է կատարվում ազգապահպանության գործում։ Ես շնորհակալ եմ ձեզ ձեր արժեքավոր ժամանակն ու մասնագիտական գիտելիքները ինձ ու մեզ հետ կիսելու համար, առաջարկում ծափահարենք Սիրակի Ժողովրդի Հայկ Երանոսյան, Ժաննա Դավթյան, Աբեն Մարտիրոսյան և Անի Գինոսյան։ Շնորհակալություն դուք կանոնց վայրեցնեք ձեր ծափահարությունները ամեն դեպքում վերցենք։ Եթե խոսում ենք հայի կերպարի մասին, ազգապահպանությունից, ազգասիրությունից, բացառում եմ չխոսել հայրենիքի մասին։ Հայրենիքի մասին խոսելուց առաջին ու կարևոր գաղափարը, որ իմ մտքին գալիս է կամ ցանկացած գաղափար կամ միջավայր, որտեղ ես խոսում հայրենիքի մասին, առաջինը դա զինվորի մասին խոսելն է։ Քանի որ այն հայրենիքը, որտեղ մենք ապրում ենք, այն ազգն ու ժողովրդի գաղափարախոսությունը, որը մենք ունենք, դա միայն պահպանում է սահմանում այս պահին կանգնած ու իր հերթապահությունն ու հերթապահ իրականացնող հայ զինվորի կողմից։ Հիմա ուզում եմ ծրագրի այս հատվածը սկսել, համերգային հատվածը սկսել բալլադ զինվորի մասին երգով, որը կատարելու է իմ տաղավարու ընկերներից մեկը, Վարդանի Մելքոնյանը, որին ուզում եմ ծափահարել բոլորիս մասին։ Կվայել ենք իմ համար շատ կարևոր հատված, տրամադրությունը արդեն ստացված է, իմ համար շատ կարևոր հատված, որից հետո կանցնենք բարակ հատվածին, ձեր բարձր ծափահարությունները։
Իսկ այժմ ձերբարդ է ծրապահությունները Սովետ ազգային երկի բարիքում։ Հիմավոր է։
մեր բարձր ծափահարությունները եւ այն ազգային ավանդական երկրի պայմանները։ Միշտ ինձ հրաժեշտ տալը շատ կարևոր է համարում շնորհակալությունը հայտնեմ 3 մեծ ու կարևոր ընկերությունների։ Թոնին հարսանեկան գյուղ ընկերությանը ձեզ ինքնորոշ շնորհակալություն է։ Կարին ավանդական երկրի բարիքների ձեռբար ծափահարությունները եւ իրանքին սերտի կառույցի Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդին։ Եվ քանի որ ընդունված ակտն են այսպես չդրված առաջարկման վերջին բարը, բոլորով միասին բարենք մշովներ Յարխուշտա, աղջիկները բարեն մշովներ, իսկ տղաները Յարխուշտա։ Ինչ կարծիք եք, դառնեք, դերն գնացեք։ Բարձրացուր ձեռքեր և զարմանք գիշերվան կապույտներու կամարին կարկարը և պարզարդել գլուխս առավոտյան աստղերու կույլով մնուսածոր խնկարկ ես զիս և անմահության տաճարներում են արագեր տկարուցոր ծնրադրե և պաշտե զիս և երբ ժամը հասնի ողջակիզվե ինձի համար և պշրե քու հողերին ճակատդ իմ կոտողիս մարմարներում թիմած որովհետև ես եմ իմ անունս է պայքար և վախճանս հաղթանակ
երբան փաստին սուրմալու կանաչ կարմիրի կոդի պերիկ պեսին գոսման գաբելու կանաչ կարմիրի կոդի պերիկ պեսին գոսման գաբելու օրորասիմ շորորասիմ կենանաս օրորասիմ շորորասիմ կենանաս Tumբas vidis paroles las astarnas Tummas vidis paroles las astarnas Etnam gerdan tasvir mustasun Gerek laotiye etnam gerdan tasvir mustasun Erdan harbi kemer sarerun silasun Erdan harbi kemer sarerun silasun Ororasın şororasın kenanas Ororasın şororasın kenanas Tumbas gidis paroles las astarnas Tumbas gidis paroles las astarnas Lustabach per lusturev tang devigas Eritang perig mahpor hamar mi khorodig shat khorodig bezdigars Eritang perig mahpor hamar mi khorodig shat khorodig bezdigars Ororasın şororasın kenanas Ororasın şororasın kenanas Tumbas vidis paroles las astarnas Tumbas vidis paroles las astarnas Mahpor hamar mi khoro